Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Միասնության Թեվեր կուսակցության նախագահ Արմեն Գալստյանը, բարև ձեզ։ Պարոն Գալստյան, Միասնության Թևերը վիրավորանք չընդունեք, հերթականն է դառնում քաղաքական ուժերից, որը որոշել է դիմել սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով, ճիշտ եմ հասկացել պահանջը։ Այո, որտեղ սահմանադրական դատարան դիմելու պահանջներից հիմնականը հենց դա է։ Բայց հերթականի հետ կապված ինձ թույլ տվեք ես ասացի, որ վիրավորական որևէ բան նկատի չունեի, որովհետև լավ, առաջինը, ասենք առաջինը, որ առաջին իսկ հայտարարությունից սկսած երկու ընտրությունների արդյունքների հետ կապված հայտարարություն արեցին ամսի 8-ին, քննադատեցին ընտրությունները, նախապները վերհանեցին, հաջորդ պետգործողությունը վերահաշվարկի մեր դիմումներներին Երևան քաղաքի ամբողջությամբ եւ որոշ մարզերում, որոշ շրջաններում, այսինքն մենք ի սկզբանե սկսել էինք մի գործընթաց, որոնք պետք է տրամաբանորեն բերեին հանգեցնեին ընտրությունների արդյունքների հետ կապված որոշակի եզրահանգումների։ Եվ այս գործընթացի վերջն արդյունքը հենց պետք է լիներ սահմանադրական դատարան դիմել։ Սակայն մինչ այդ ունեցանք մի ավելի խնդրահարույց իրավիճակ եւ մի ավելի ցայտուն խախտում, որը տեղի ունեցավ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այո, եւ մենք առաջիններից էինք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում ներկայացրեցին վիճարկելով ընտրությունների արդյունքները։ Մենք եւս մեկ կուսակցություն ու Ուժեղ Հայաստան կուսակցությունը եւ մենք էլ կարող ենք դիմում, որը արդյունքում չքննարկվեց, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտավ, որ ժամկետերի խախտման է դիմում ներկայացվել։ Ինչ տեղի ունեցավ կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ որտեղից է գալիս նաեւ մեր դիմումի հիմքերը, որտեղից են սկսվում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի process-ը մի գործընթաց էր այն մասին, թե ինչպեսին չպետք է լինի այդ նիստը։ Ուղղակիորեն, ուղիղ ինչպեսի չպետք է լինի։ Բոլորս փորձում էինք հասկանալ, թե որն է նիստի ընթացակարգը։ Մի քանի անգամ ես ինքս արդեն տեղից նույնիսկ հարցրեցի, թե մենք ինչ ընթացակարգում ենք նիստը իրականացնում։ Արդյոք սա վարչական վարույթ է։ Կողմերն ինչ իրավունքներ ունեն, ովքեր ձայնի իրավունք ունեն, ոչ մեկը չհասկացավ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պնդում էր մի բան, հանձնաժողովի նախագահը մասնավորապես, իսկ հանձնաժողովի անդամներն էլ տպավորան կաշկանդված էին, չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենում, փորձում էին ամեն դեպս չխառնվել այդ գործընթացին, որ ինքը ընթերցում է որոշման նախագիծ։ Այսինքն ընթերցանության նիստ էր ինչ-որ։ Ու բավական վատ ընթերցանության նիստ։ Նիստի ժամանակ իհարկե ձայն տրվեց մեր ներկայացուցչին, Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցչին, Լիպարիտ Դերմեյան ներկայացրեց մեր դիմումը, բայց պարզվեց դա արվում է միայն այն նպատակով, որպեսզի դիմումը ավելի հակերճ ներկայացվի եւ ամբողջ դիմումը չընթացվի։ Մեր կարծիքով եւ մեր համոզմամբ դա վարչական վարույթ էր։ Քանի որ Լիպարիտը նաեւ ներկայացրեց միջնորդություն եւ այդ միջնորդությունը մերժվեց։ Այսինքն եթե չլներ վարույթ, չպետք է միջնորդությունը ընդհանրապես քննարկվեր եւ նշվեր։ Հետո ինչ տեղի ունեցավ։ Հանձնաժողովը սկսեց եւ եկավ ամենասկզբում, ասաց, որ ինքը օրակարգում ունի մեկ հարց։ Ընտրությունների արդյունքների ամփոփում։ Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածը ասում է այն ընթացակարգը, որով ամփոփվում են ընտրությունների արդյունքները։ Եվ վերջում գալիս է հանգում 7-րդ հոդվածի 75-րդ հոդվածի 7-րդ մասն է, թե չեմ սխալվում, հանգում է այնտեղ, որ հաշվի առնելով ներկայացված դիմումները, ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները եւ այլն, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփում է ընտրությունների արդյունքները։ 95-րդ հոդվածը ասում է 75-րդ հոդվածով սահմանված կարգով կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը։ Հիմա եկավ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ասեց ես ունեմ մեկ հարց եւ դա ընտրությունների արդյունքների ամփոփումն է։ Այս ամենի արդյունքում, երբ որ քննարկվեցին մեր դիմումները, մեկը կատարում եմ, ասում է, որ դիմումների վերաբերյալ առանձին որոշում չի կայացվում։ Այդ որոշումը կայացվում է, դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են ամփոփման ընթացքում։ Պարոն Գալստյան, ես խնդրում եմ, եկեք իրավական ձևակերպումներից մի քիչ դուրս գանք, որովհետև էլի, ես եմ մեղք, մեր ռադիոլսողներն ու հետևորդները։ Հիմա ինչ ունեցանք։ Եկանք հասանք մի իրավիճակի, երբ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ կայացվեց որոշում, որը ընտրությունների արդյունքները ամփոփում է, եւ այդ ամփոփման արդյունքում տեղի ունեցած խախտումները, ասեց հայտարարեց, որ տեղի ունեցած խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Այս որոշումը էական ազդեցություն չեն ունեցել։ Կայացվեց այս որոշումը եւ նիստը կարծես թե պետք է փակվեր։ Շատ պարզ բան եմ ասում։ Օրակարգը հաստատվել է, օրակարգում կա մեկ հարց, այդ մեկ հարցը քննարկվել է եւ նիստը պետքա փակվի այստեղ։ Սակայն այսպիսի որոշում
ընտրական օրենսգիրքը անկախ իրավաբանությունի կոնտրոլենք, ընտրական օրենսգիրքի 95-րդ հոդված չի նախատեսում։ Ընտրությունների արդյունքների ամփոփման արդյունքում պետք է կայացվեն այն 5 որոշումներից մեկը, որը սահմանում է այդ 95-րդ հոդվածը։ Հանձնաժողովի նախագահը մի կերպ հայտարարեց. 10 րոպե ընդմիջում անենք, վերադառնանք երկրորդ հարցը քննարկենք։ Բոլորիս մոտ այսպես մաներ, որ անհասկանալի իրավիճակը, ինչ երկրորդ հարց։ Երկրորդ հարցը ընտրությունների արդյունքների վերաբերյալ կայացած որոշում։ Ասում դա ո՞ր հարցն է։ Դուք մի հարց եք հաստատել։ Երկրորդ հարցը կվերադառնանք քննարկենք, մեզ մի սովորեցրեք նետել ինչ պետք է անենք։ Հիմա ես ուղղակիորեն ասում եմ, հայտարարում եմ այստեղից, որ այդտեղ այդ նիստի ընթացքում երկրորդ հարց չեք կարող քննարկել, որտեղ օրակարգը հաստատվել է մեկ հարցով։ Իրենք վերադարձել են, արդեն մեր գնալուց հետո, քանի որ մեզ համար նիստը սպառված էր, վերադարձել են եւ քննարկել են երկրորդ հարց։ Երկրորդ հարցով 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով սահմանված որոշումն են կայացրել եւ մանդատներ են բաշխել։ Եվ հղում են կատարել նախորդ որոշմանը, որը արդեն կայացվել էր։ Մենք ինչպեսի գործընթացներ ենք նախաձեռնել այս պահին։ Առաջին որոշումը, որը ասեցի ընտրությունների արդյունքների ամփոփումն է, որտեղ արդյունքում նաև մեր դիմումներին է անդրադարձել կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ հայտարարել է, որ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների վերջնական արդյունքի վրա, այդ որոշումը մենք հիմա վիճարկել ենք վարչական դատարանում։ Մեր կարծիքով այս որոշումը սա վարչարարության սահմաններում է ընթացել եւ այս որոշումը վարչական դատավարության կարգով ընտրական գործընթացների շրջանակում վիճարկման ենթակա որոշում է։ Եթե այս որոշումն անվավեր ճանաչվի, կնշանակի երկրորդ որոշումը, որը ըստ էության օրակարգից դուրս որոշում է եւ դա ընդհանցակարգային առումով արդեն իսկ անվավեր որոշում է, սրա հիմքն է վերանում, այսինքն բովանդակային ոչ միայն ընդհանցակարգային է ինքը դառնում անվավեր, հիմքի առումով դառնում է անվավեր, եթե հանկարծ վարչական դատարանը առաջիկա օրերի ընթացքում նման տիպ որոշում կայացնի։ Բայց այնուամենայնիվ մենք իսկ մյուս երկրորդ որոշումը, որը ամփոփում է ընտրությունների արդյունքները եւ մանդատների բաշխմանն է անդրադառնում, այդ որոշումը վիճարկվել է սահմանադրական դատարանում։ Հիմա պարոն Գալստյան, կներեք, մեծ ճշտող հարց տամ, էլի, եթե թույլ տաք։ Հիմա ձեր խնդիրը այն է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կենտրոնական ընտրական դատարանի չի վերածվել պայմանական ասած, այսինքն այդ վարչական ամբողջ պրոցեդուրան չի անցել, թե խնդիր կա ընտրությունների ընթացքի հետ։ Այսպես մի քիչ քաղաքական հարց եմ տալիս, էլի, եթե թույլ տաք։ Սիրո, հենց մեր դիմումը վերաբերում է նրան, որ ընտրությունների ընթացքի հետ կապված խնդիր կա։ Սակայն այդ դիմումը բովանդակային առումով ըստ էության չքննարկվեց։ Դա դարձավ, ինչպես ասում, ընթերցանության նիստի կենտրոնական հանձնաժողովը պետք է բովանդակային քննարկել այդ դիմումը, եւ եթե ձեզ հետաքրքիր է, եւ ես էլ եմ շահագրգռված հիմա որոշակիորեն բացահայտել այդ դիմի բովանդակությունը, որը նաև ներկայացվելու է, որի հիմքով մենք համանդրական դատարան ենք դիմում տանելու, որպեսզի քննարկվեր դա եւ դրա արդյունքում կայացվեր որոշում։ Դարավ հենց այնպես, որ մեր դիմումը ընթերցեցին եւ անցա։ Ավելին, իսկ ընթացքում մենք ներկայացրեցինք լրատվի ապացույցներ, որոնց ընդհանրապես չանդրադարձա։ Ինչին էր վերաբերվում մեր դիմումը։ Մեր դիմումը վերաբերում էր հիմնականում մի քանի հարցերի։ Վարչական ռեսուրսի չարաշահմանը, աննախադեպ չարաշահմանը, որ կոնկրետ օրինակներ կան։ Իհարկե կան։ Բոլոր մարզպետներ, համայնքների ղեկավարներ դարձել էին պարզապես ԿՊ-ի քարոզիչներ։ Իրենց տեղերում գործում էին եւ ներգրավված էին եւ լծված էին ԿՊ-ի քարոզչական գործունեությանը։ Սա ակնհայտ է։ Ապացույցներ կան։ Իհարկե, բազմաթիվ։ Այնտեղ որտեղ որ ոչ ասեմ բոլոր, հա, այսպես մի քիչ ոչ կոռեկտ է հնչում, այնտեղ որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից նշանակված կամ ընտրված համայնքներին եւ նրանց համայնքների ղեկավարներ, մասնակցների մասն չեմ խոսում։ Ասպետեն ուղղակիորեն ներգրաված էին։ Բացի ահռելի ռեսուրս էր ծախսվում, գրասենյակներ բոլոր տեղերում, այն տեղերում, որտեղ մենք ունեցել ենք մեկ գրասենյակ, ԿՊ-ն ունեցել է բազմաթիվ գրասենյակներ։ Մենք եկանք ցույց տվեցինք, որ նախընտրական հիմնադրամում հայ գրասենյակները հիմնականում դրանց մեծ մասը մոտ 130 գրասենյակ եղել է անհատույց օգտագործման տրամադրված։ Սակայն, ինչպես օրենքն է ասում, այդ անհատույց օգտագործման արժեքը պետք է իրական չափով ֆիքսվի նախընտրական հիմնադրամի ծավալի մեջ։ Հիմա մեկ օրինակ։ Պրոշան գյուղում համայնքում մենք նույն փողոցի վրա վարձակալել են գրասենյակ։ Մեր գրասենյակի վարձակալության արժեքը եղել է 223,000 դրամ, ԿՊ-ն իր հայտարարագրած անհատույց գրասենյակը վարձակալել է 20,000 դրամով բացես։ 10 անգամ ավելի պակաս։ Ոչ մի աշխատակից նշված չէր, որ աշխատել եմ
քարոզչական գործընթացի քարոզչության ժամանակ։ Աննախադեպ ճնշումները վարչական ռեսուրսի օգտագործման հետ կապված օրինակներ, որոնց հետ կապված մենք հաղորդումներ ենք ներկայացրել։ Հանրահավաքներին մարդկանց ներգրավել, դպրոցներ, կրթական համալիրներ, տնօրենների միջոցով աշխատանքի բերել հանրահավաքներին կամ ասենք միջոցառումներին ներգրավել։ Դրա հետ կապված մենք ունենք ձայնագրություններ հրապարակած եւ հաղորդում ենք ներկայացրել, որից ոչ մի արձագանք չկա։ Իսկ դուք տեսնում եք, չէ՞, թե ինչ է տեղի ունենում ընտրությունների ընթացքում, քչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հրավիրում էր հրապարակումներ էր անում, թե այսինչին ձերբակալեցին, այսինչ ձայնագրություն, այնտեղից այսինչ ձայնագրություն։ Մենք մեր սահմանափակ ռեսուրսներ։ Եթե ընտրակաշարք էին բաժանում չանեին, Չեմ ասում չանեի, բայց դա պետք է համաչափ լիներ բոլորի նկատմամբ եւ այդտեղ տեսնում եք ընտրակաշարքի վերաբերած շատ դեպքեր են։ Իմիջալուս ներողություն, ես եթե սխալվում եմ ինձ ուղղեք, բայց ես չեմ հիշում մի դեպք, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը, այդ թվում նաեւ դուք հրապարակայնորեն դատապարտեին ընտրակաշարքի բացահայտված դեպքերը։ Բոլոր ընդհանրապես ընտրակաշարքը մենք դատապարտել ենք միշտ։ Ընտրակաշարքը մեզ համար անընդունելի գործիք է։ Եվ դա միշտ դատապարտել է։ Եվ բացահայտ, եւ հայտարարություններով, եւ մեր պոստու եւ դիմա այդ ուղղակիորեն դատապարտում են ընտրակաշարքը, դա քաղաքացիների կամքի վրա ազդեցության ամենաբացասական ձևերից է։ Սա իրողություն որպես, եթե օրենսդրությունը արգելում է դա, ուրեմն արգելում է, վերջ։ Հիմա տեսականորեն հիպոթետիկ կարող են վերցնել ասել այդ բան նախընտրական հիմնադրամի միջոցները կարող է պսի պետությունները ասել մարդու զմատող ընտրակաշար բաժանի, մտածում մատող ռեկլամ անի։ Իմիջիալ չեք պատրաստվում սահմանարական դատարան դիմելու ձեր հիմքերից մեկը ընտրությունները անվավեր ճանաչելու։ Ներառել նաև ընտրակաշարքների այդ չափ ներգրավվածություն ընտրական process-ին։ Հիմա տեսեք, դրանք նախ քննվող գործեր են։ Դրա մասին հայտարարությունները արվում են, բայց դրանցով քննությունները դեռևս գնում են։ Եվ եթե այդ չափ այդ ընտրակաշարքները տեղի են ունեցել, դրանք պետք է հետևանքների հանգեցնեն, որոնց պետք է անդրադառնան նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Սա շատ լավ փաստակ է, դուք շատ լավ բան եք ասում։ Այո, եթե այնպեսի հայտարարություններ կան եւ դրանց անդրադարձ չի կատարվել, դա նույնպես խնդիր է։ Պետք է գնահատել արդյոք այս հայտարարությունների ծավալը ինչպիսի ազդեցություն ունի ընդհանրապես ընտրությունների վրա։ Քանի որ դրանք դեռևս Բայց ներողություն, այդ դեպքում կստացվի, որ դուք դուրս եք գալիս ընդդիմության ձեր, չէ, եթե այդ դրամաբանությամբ ենք շարժվում, կստացվի, որ ընդդիմության ձեր գործընկերների դեմ եք դուրս գալիս։ Թե չէ։ Ճիշտ ուղղությամբ են այն։ Գնանք գործընկերների դեմ են դուրս գալիս, ասում որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրան պետք է գնահատական տար։ Սրանք երկու տարբեր բաներ են։ Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրան գնահատական չի տվել, այն հայտարարություններին, որոնք եղել են, սա իրականում որոշման խնդիր է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության թերացման խնդիր է։ Դե հանրապետություն կուսակցությունը դիմեց կենտրոնական ընտրական հանձնաժողովին, պահանջելով քաղաքական ուժերից մեկին զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից եւ հնարավորությունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրանք տվեց գնահատական այդ բանը։ Թե այնտեղ փաստարկները ինչպիսին են, ինչքանով էին ներկայացվել, ավլիցի դա իրենց գործն է։ Բայց դուք դեմ եք այդ տարբերակը։ Դրանք չեմ անդրադառնում։ Ես դեմի եւ կողմի հարց չունեմ ես։ Ես հիմա ունեմ իմ փաստարկները, մենք ունենք մեր փաստարկները, որոնք մասիվ են, շատ են, հենց նախընտրական հիմնադրամի հետ կապված կամ ծախսված միջոցների հետ կապված, դրանց համաչափության հետ կապված մեր օրինակ վստահված անձանց հետ կապված, ճնշումների հետ կապված, ընդհանրապես այն ճնշումների եւ այն վախի մթնոլորտի հետ կապված, որ հանրապետությունը գոյություն ուներ։ Մեր վստահված անձանցից մեկին կոնկրետ համայնքում քիչ ամենացել պատուհանից դուրս նետեն։ Այդպիսի իրավիճակ ենք ունեցել։ Մեր հակակառուցությունը, ահռելի հակակառուցություն, մենք ունենք հրապարակել ենք տեսահոլ դրվագ եւ մեր բուկլետներ տեղադրող անձինք բարձրանում են շենքում, բուկլետներ են տեղադրում, հետո իջնում են, հետո քաղաքացիական պայմանագրի քարոզիչներն են բարձրանում։ Իմիջիալոց սա այնպեսի բան է, որ ուրիշներից չենք նկատել։ Հետո հետևից իրենք են բարձրանում, տեսնում են մյուս բոլոր կուսակցություններին, ոնց դրան արանքներում դրված կամ այդ դրան դիմաց դրված, այսպես հանել են, գցել գետնին, ոչ միայն մեր, այլ նաև ուրիշներին, որոնք խնամքով տեղադրել են կողքը, հա։ Մյուսներին հանել են գցել գետնին եւ տեղադրել իրենց։ Ամբողջ հարկում։ Եվ իրենց այդ անձանց նկարել է, բանով, հեռախոսով նկարած ունենք մենք այդ հոլովակը, հրապարակել ենք դա, ինչպես են այս անձինք, հետո խոսում են դուք ովքեր եք, ինչ եք անում, ինչու եք սենց անում։ Սա նորմալ ձև է։ Բազմաթիվ նմանատիպ դրվագներ։ Շատ էին դեպքերը, երբ գնում էին, ասենք, փախցնում էին այդ լուսանկարները կամ քարոզչական ինչ-որ պաստառներ,
Հաջորդ օրը գալիս են դրանք փոփված են։ Բարբերաբար։ Այդպիսի դեպքեր են եղել բազմաթիվ։ Եվ ինչպես ասեցի, ամենացայտուն դեպքերից մեկը այդ նախընտրական հիմնադրամի հետ կապված հարցերն էին, որոնք մենք ունենք, որոնք բարձրացնում ենք եւ որոնք պետք է ընդհանրապես ցենտրական օրենսգիրքը շատ մանրամասն կարգավորում է։ Ինչպես քանի որ ներողություն խոսք գնաց այդ թեմայով, տեսեք, եթե չեմ սխալվում, անկախ դիտորդներ հրապարակում արել, ըստ որի դուք 926 միլիոն դրամի մոտավորապես ծախս եք արել, ճիշտ է, եւ պարոն Թաթոյանը եւ դուք հրապարակային հերքել եք այդ տեղեկությունները, բայց այնուհանդերձ մինչեւ այսօր այդ պնդումները մնացել են, որ ձեր հիմնադրամի գործունեությունը շարունակում է մնալ ոչ թափանցիկ, այսինքն երբ դուք պահանջում եք մի բան, որ ինքներդ չեք անում։ Հիմնադրամի գործունեությունը պարզապես չի կարող թափանցիկ չլինել։ Դրա նկատմամբ հսկողություն է իրականացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերստուգիչ վերահսկիչ մարմինը։ Ես նկատի ունեմ աղբյուրները, թե եւ ինչքան է ծախսվել, այդ հասկանալ։ Դրա նկատմամբ վերահսկողություն է իրականացնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւ դրանք չեն կարող թափանցիկ չմնալ մանավանդ ընտրությունների շրջանում։ Կոնկրետ բոլոր միջոցները, որոնք կուտկագրվում են, բոլոր բանկային հաշիվները, որոնք կուտկագրվում են կուսակցություն, հետագայում կուսակցությունից գալիս են նախընտրական հիմնադրամ, դրանք բոլորը թափանցիկ են։ Դրանք բոլորը վերահսկում են, այլ բոլոր մարմինները դրանք տեսնում են։ Ինչ վերաբերում է այդ հրապարակված թվերին, մենք հայտարարել ենք եւ ցույց ենք տվել, որ դրանք խիստ ուշճացված թվեր են, շատ ուշճացված թվեր են, ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը, 3-4 անգամ պակաս է ընդհանուր առմամբ, այնտեղ հերկացված է, որ մենք գրասենյակների վրա ծախսում ենք ինչ-որ 300 քանի միլիոն, նախ հղում է կատարում մի անհայտ աղբյուրի ինչ-որ դոսիե եւ այլ, եւ դա համարում հավաստի։ Ուզում եմ ասել, որ այդ Չէ, դոսիեն մասնագիտական շրջանակներում բավական հայտնի աղբյուր է։ Մեզ համար այդտեղ այդ տեղեկատվությունը, որ ներկայացնում է, ոչինչով հիմնավորված չէր։ Եվ ցույց տվեցին ուղղակիորեն, որ ուղիղ ցույց տվեցին, որ մեր գրասենյակների վրա ծախսվող միջոցները գրեթե 10 անգամ պակաս է։ Ինքը քիչ պլյուս մինուսով, այսպես ասեմ։ Այսինքն այդտեղից սկսած արդեն ոչ հավաստի էր այդ տեղեկատվությունը։ Հետագայում ինչ վերաբերում է նախընտրական հիմնադրամին, մենք մեր նախընտրական հիմնադրամի միջոցները դրանք հրապարակում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, 3 անգամ հրապարակումը եղել է, մասնագիտական կարծիք է դրանց վրա տրամադրվում, եւ մենք ունենք պարտավորություններ, որոնք դեռևս այսօր պարտավորություն են։ Եվ այլ պարտավորությունների մարումը դեռևս պետք է իրականացնենք։ Այսինքն ծախսել են միջոցներ, որոնք դեռևս պարտավորություններ են ձևավորված, եւ այդ պարտավորությունները պետք է մարվեն։ Դա էլ է թափանցիկ։ Կարող է մյուսներն էլ տեսնել, որ մենք դեռ մեր պարտավորություններն ամբողջությամբ չենք մարել։ Ուզում եմ ասել, որ այդ թվացial եւ այդ հակակարողությունը ինձ այդտեղից է գալիս, որ ուզում եմ ցույց տալ, թե ինչ-որ անհայտ ցակման աղբյուրներից մարդիկ միջոցներ են ներկայացնում։ Բոլոր Հայաստանի Հանրապետության։ Չէ, այնտեղ անհայտ աղբյուրներ չեն ասել, լավ էլ հայտնի աղբյուրների մասն էր խոսքը։ Խոսքը ռուսական փողերի մասն է։ Պարզապես չի կարող ռուսական փողեր կամ ինչ-որ տեղից ինչ-որ աղբյուրից միջոց ներգրավի, եւ դա չերևա, թե որտեղից է միջոց ներգրավել։ Կուսակցությունը ներդրում կարող է կատարել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մինչև 10 միլիոն դրամի չափը։ Մյուս բոլորը ապօրինի միջոցներ են։ Մենք որևէ ապօրինի միջոց կուսակցության գործունեության ընթացքում չունենք ներգրաված։ Վերադառնանք էլի քաղաքական դաշտ, տեսեք, այսպես շրջանառվում են թեզեր, որ սահմանարական դատարան դիմելու այս տենդենսը, այսպես ասեմ, հա, քաղաքական ուժերի վերահաշվարկի պահանջները, որ եղան հետ, այդ վերահաշվարկի արդյունքում ինչքան հասկացա, ամենաշատը շահեց քաղաքացիական պայմանագիրը։ Հա, ոչ թե վերահաշվարկի արդյունքում, այլ որոշակի տեղամասերում ընտրությունները չեն անվերջ ճանաչել ընտրությունների արդյունքում։ Դե հիմա տեսեք, երկուշաբթի օր այստեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն էր, ինքը ասեց, որ ընդհանուր առմամբ պատկերը առհասարակ չի փոխվել 3 ընտրատեղամասի կտրվածքով, բայց այդ երևի կթողնեն, դուք արդեն սահմանարական դատարանում իրար հետ կպարզեք ինչ է եղել, ինչ չի եղել։ Բայց հիմա երկու թեզ է պատտվում քաղաքական։ Առաջինը, որ անդիմադիր ուժերը, այդ թվում նաև դուք այս քայլերով փորձում եք ապալեգիտիմացնել ընտրությունները, դրանով գալիք իշխանություններին
նոր կառավարությանը դնելով բավական անհարմար իրավիճակի մեջ միջազգային ասպարեզում մասնավորապես, որտեղ լեգիտիմության պակասը ինքը հարվածում է նաև արտաքին քաղաքական դաշտում։ Եվ երկրորդը ամեն ինչ արվում է, որպեսզի ինչ որ ձևով ԲՀԿ-ն մտնի խորհրդարան, այսինքն դուք ձեր խնդիրը չեք լուծում, դուք փորձում եք լուծել ԲՀԿ-ի խնդիրը եւ քաղաքացիական պայմանագրին այսպիսով զրկել որակյալ մեծամասնություն ունենալու հնարավորությունից։ Որտեղից սկսենք։ Սկսենք Որտեղից արում էր։ Սկսենք այնտեղից, որ այստեղ էր կենտրոնական տրական հանձնաժողովի նախագահը։ Ուրեմն կենտրոնական տրական հանձնաժողովը անվավեր ճանաչելով որոշակի տեղամասերում քվեարկության արդյունքները ուներ երկու տարբերակ։ Կամ այդ տեղամասերում նշանակել վերաքվեարկություն, հենց այդ տեղամասերում, կամ ընդհանրապես ընտրությունների վերաքվեարկություն նշանակել, եթե այդ արդյունքները, այդ տեղամասերի արդյունքները ազդել էին ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։ Եթե վերցնում ենք այսօրվա իրավիճակը, այո, այդ արդյունքները ազդել էին կամ ազդում էին ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա, որովհետև մեկ ուժ դուրս էր մնում ընդհանրապես մանդատների բաշխումից։ Բայց ամեն դեպքում երկու գործողությունից մեկը կարող էր կատարել։ Ընտրական օրենսգիրքը ոչ մի այլ հնարավորություն չի տալիս։ Այս տրամաբանությամբ կարող էին բերել այստեղ մի հատ արբեր դնել, այդ արբերի մեջ մի հոգի կար մի հատ քվեածարտիկ գցել, ասեին վերջ, ընտրություններն ավարտվեցին։ Մոտավորապես այս գործողություն։ Եվ եթե կենտրոնական տրական հանձնաժողովի նախագահը իրեն թույլ է տալիս վեր կանգնել օրենսդրից եւ օրենսդրի պահանջից եւ երկու գործողություններից որևէ մեկը չանել եւ անդրադառնալ իր հետեւություններին, ենթադրություններին, մոտավորապես նույն բանն է եւ այլն եւ այլն, մենք ունենք այստեղ տոտալ անտեսում ընտրական օրենսգրքի պաշտոնական լիազորությունների անցում, չգիտեմ ինչպես ուզում եք դա անվանենք, դրան մասնագիտական հանրույթը եւ իրապահ մարմինները թող գնահատականներ տան։ Եթե գալիս ենք զուտ քաղաքական կոնտեքստին, թե ինչ ենք մենք անում եւ մեր նպատակը որն է։ Մենք մասնագիտությամբ իրավաբաններ ենք եւ բազմիցս հայտարարել ենք, որ այո, մենք մեր մասնագիտությունը հարվում ենք եւ ընտրությունների մասնակցում ենք նաեւ հենց մեր մասնագիտական դիրքերից, այսինքն սա որքան քաղաքական պայքար է, մենք ցանկանում ենք իրավունքը եւ օրենքը արժևորել եւ դրա բերել այն մակարդակի, որպեսզի հարգվի հասարակության կողմից հենց իրավունքն ու օրենքը։ Մենք ընտրությունների արդյունքները վիճարկում ենք այն տրամաբանության մեջ, որտեղ խախտվել է քաղաքացու ընտրելու իրավունքը։ Յուրաքանչյուր քաղաքացի ունի իր ձայնը տեղ հասցնելու իրավունք։ Եվ մենք էլ մեր քաղաքացիների, այն բոլոր քաղաքացիներին միջալոց ես ցանկանում եմ ձեր եթերից շնորհակալություն հայտնել այդ քաղաքացիներին, ովքեր մեզ վստահել են, մեզ ձայն են տվել, իրենց քվեն տվել են մեզ։ Մենք այդ քաղաքացիների ձայները պաշտպանելու իրավունք ունենք։ Մարդկանց վրա գործադրվել է այնպիսի ճաշում, բայց թե սա հստակ բոլորս գիտակցենք, որ խախտումները, որոնք տեղի են ունեցել, դրանք մինչ քվեարկության պահի խախտումներն են, որոնք հանգեցրել են ընտրությունների արդյունքների անվավերության։ Մեր պնդումը հենց այստեղ է։ Սա շատ կարևոր ընդգծում է, որ մինչ քվեարկության պահը վարչական ռեսուրսի օգտագործումը, ծախսված անհամաչափ միջոցները բերել են հանգեցրել են քաղաքացիների կամքի վրա այնպիսի ճնշման, որ ունենք այսօրվա ընտրությունների այսպիսի արդյունքներ, եւ որով քաղաքացիական պայմանագիրը ստացել է ձայների այն քանակը, որը ստացել է, որը հակամրցակցային է բոլորիս առումով, բոլոր մյուս դերակատարների առումով։ Եվ եթե բերենք մրցակցային դաշտ մեր ընտրությունների եւ ճիշտ չափերի մեջ պահենք գոնե այնպեսին, որպեսին սահմանում է օրենսդրությունը, մենք համոզված ենք, որ կունենանք այդ պատկեր։ Դրա համար մեր կարծիքով ընտրությունները սահմանադրական դատարանում վիճարկելու արդյունքում պետք է ոչ թե պարզապես վերաքվեարկություն նշանակվի, այլ սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները, ինչպես օրենքն է ասում, ճանաչելով անվավեր, պետք է նոր ընտրություններ անցկացվեն։ Եվ բոլոր այս կոմպոնենտների նկատմամբ լինի ավելի խիստ վերահսկողություն, որպեսզի ընտրական գործընթացի մասնակիցները կարողանան իրական եւ ճիշտ մրցակցային դաշտում գործել։ Սրա նպատակը ոչ թե պարզապես ապա լեգիտիմացնելն է, հա, զուտ ինչ-որ քաղաքական այդպիսի դիվիդենդներ ունենալը եւ ինչպես դուք եք ասում կամ ինչպես իրենք են ասում, բայ գիտեք, մենք խախտել ենք վատ բան ենք արել, հիմա մենք ցույց ենք տալիս, որ վատ բան է տեղի ունեցել։ Քաղաքացիների կամքի իրական արտահայտությունը չի տեղի ունեցել։ Եվ իրեն բազմիցս հայտարարել են, որ այդ կամքի վրա, որ գիտեք ինչ, ոչ մի դեպքում մենք ապօրինի ճնշումներ չենք գործադրի, բարբերաբար այդ հայտարարությունները եղել են։ Իսկ հիմա իրանք օգտվում են այդ վարչական ռեսուրսից մի քանի տասնյակ անգամ ավել են քաղաքացիների կամքի վրա ներազդում։ Դա միայն ընտրակաշառք բաժանելու միջոցով չի։ Ինչպես իրենք նախկինում բազմիցս օդում կախված դուրերով հայտարարել, նույնիսկ շատ դեպքերում չունենալով ապացույցներ։ Չէ՞, տեսել ենք ինչպես ադնում։ Ինչ տարբերություն վարչական ռեսուրսի այսպիսի օգտագործում, մարդկանց վախեցնելը,
մարդկանց մոտենում էի, մարդիկ չէին գալի հավաքների, ասում էին չերևանք։ Ձեզ ենք ընտրելու, բայց խնդրում եմ մեր մասին չխոսեք։ Մենք պետատանը պետական ծառայող ունենք։ Այսինչ բարեկամիս այսինչը պետական ծառայող է։ Դեք ինչեր կլինեն։ Հայրս ինձ զանգում էր հեռախոսով կամ ասենք այստեղ ասում էր տղա ջան զգուշ եղի։ Հիմա դա նորմալ է։ Այստեղ նստած խոսում եմ, ինչի պետք է հայրս ինձ մասին անհանգստան, ասի զգուշ եղի։ Դե գիտեք ինչ կա, սրանց 20 տարի առաջ էլ իմ հայրն էր զանգում, ինձ ասում էր տղա ջան զգուշ եղի։ Շատ վատ է դա, բայց այսօրվա իշխանությունը եկել է այն կարգախոսներով, Նկատի ունեմ, որ դա ծնողի ֆունկցիոնալի մեջ է մտնում։ ուզում եմ ասել, հենց այն կարգախոսներով են եկել։ Իրենք եկել են այն կարգախոսներով, որ վերացնելու են այդ բացասական երևույթները, որի ավելի վատ դրսևորումները մենք հիմա ենք տեսնում։ Մեր խնդիրը հենց այդտեղ է։ Բերեք իսկապես մաքուր ընտրություններ անենք եւ տեսնենք դրանց արդյունքներն ինչպեսին են։ Դիտորդական երկու միջազգային առաքելություն կար Իմիջայլոց, ես ենթադրում եմ, որ ուշադիր ուսումնասիրել եք արձագանքը։ ԵԱԿ-ԺՄԻԳ-ը լավ արևմտյան եւ ԱՊՀ դիտորդական առաքելությունը երկուսն էլ լեգիտիմ են ճանաչել ընտրությունները, ասել են, որ էական խախտումներ չեն եղել։ Հիմա այս ամենի համապատկերում դուք մտնում եք սահմանադրական դատարան, պահանջում եք վիճարկել կամ վիճարկում եք ընտրությունների արդյունքները եւ առհասարակ պահանջում եք նոր ընտրություններ նշանակել։ Որպես քաղաքական ուժ ես ենթադրում եմ, որպես փաստաբան նաեւ իրավաբան պետք է ունենաք պլան A, պլան B, պլան C-ի մասին հələ կխոսենք, բայց պլան A-ն սահմանադրական դատարանը չի ընդունում ձեր պահանջը եւ ընտրությունների արդյունքները հաստատվում են արդեն սահմանադրական դատարանի մակարդակով։ Ձեր գործողությունները որոնք են լինելու։ Դուրս եք գալու փողոցային պայքարի։ Այսպես ասեմ, մեր գործողությունները, պայքարի գործողությունները շարունակվելու են։ Մենք շարունակաբար ցույց ենք տալու եւ ներկայացնելու ենք այն թեզերը, այն խնդիրները, որոնք առկա են։ Թե ինչպիսին կլինի հետագա գործողությունների ընթացքը, դա արդեն իրականում այսպես մի բան կա, չէ՞, ասում է ձուկը ջրում բազար մի արա։ Մենք հիմա դնում ենք այն ճանապարհով, որը օրենսդրությունը թույլ է տալիս մեզ։ Մեր պայքարը լինելու է բացառապես իրավական դաշտը, իրավական միջոցներով։ Դա կլինի կողոցային պայքար, դա կլինի բողոքարկում, դրանք կլինեն ինչ-որ այլ պրոցեսների մասնակցություն, դրանք լինելու են բացառապես իրավական օրենքով սահմանված շրջանակներով։ Եվ ցույց կտա արդյոք ընթացքը։ Իրականում որպես իրավաբան, հա, որպես փաստաբան նաև ես ցանկանում եմ արժևորել իրավական պրոցեսները եւ սահմանադրական դատարան դիմելը հենց այդ իրավական պրոցեսները արժևորելու քայլերից մեկն է։ Հույս ունեմ, որ մեր այսօրվա սահմանադրական դատարանը ու բախվելով այսպիսի ոչ հեշտ խնդրի կկարողանա մասնագիտական այնպիսի մոտեցում ցուցաբերել եւ փաստերն այնպես ուսումնասիրել, որպեսզի օբյեկտիվ գնահատականներ տա։ Մենք գիտենք սահմանադրական դատարանի գործառույթը բավական բարդ է այս իրավիճակում, գոյություն ունի քաղաքական ճնշում, գոյություն ունի հասարակական պահանջ, ընդհանրապես հասարակության մոտեցումը, բայց պետք է իրավիճակը լուծել նաև սահմանադրական դատարանի որոշակի քննություն է սա։ Եվ մենք պետք է տեսնենք, թե այս քննությունը ինչպես է սահմանադրական դատարանը տալիս եւ ինչպես է հաղթահարում։ Կսպասենք արդյունքներին, դրանից հետո կկայացնենք որոշումներ։ Այդ որոշումները հիմա միջով ընտրություններն էլ բազմաթիվ հարցեր են տալիս, այլ որ ունենա այսքան ձայն ինչ է կանելու, այսքան տոկոս քվե։ Ընտրություններն ավարտվեցին, բացվեց այդ ձայների ու քվեների մասին խոսելը մի շատ վաղ էր։ Այդպիսի մտավախանքներով դրա համար հիմա չենք զբաղվում, հիմա կենտրոնացած ենք սահմանադրական դատարան մեր դիմումի վրա եւ ցանկանում ենք հավուր պատշաճի ներկայացնել դիմումը սահմանադրական դատարան, ինչպես նաեւ վարչական դատարանում ապահովել են դատավարության ընթացքը, որը արդեն այսօր ստացել են մակադրվելու մասին ծանուցումը եւ պետք է շարունակենք մեր գործողություններն իրականացնել։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Միասնության թևեր կուսակցության նախագահ Արմեն Գալստյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։